Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս, բարի տոնական լույս, շնորհավոր բոլորին մայիսի 1-ի աշխատանքի եւ աշխատավորների օրվա առիթով։ Բարի լույս, հատկապես բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են, անկախ նրանից, այո, հենց հիմա։ Բարի լույս նաեւ տնային աշխատանքով զբաղված մարդկանց, որովհետեւ շատ հաճախ տնային տնտեսուհիներին կամ տան տնտեսությունը իրենց ուսերին կրող մարդկանց աշխատանքը թերագնահատում ենք։ Մի խոսքով, բարի լույս, ասում են աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, այդ մասին դեռ եթերի ընթացքում կխոսենք, ինչպես հասկացաք տոնական եթերը եւ տոնական եթերում են Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը։ Հենց այդ համոզմունքով էլ մենք այսօր եկել ենք աշխատանքի, թեև ոչ աշխատանքային օր է մայիսի 1-ը եւ այսօր իսկապես տոնական տրամադրություն է լինելու Հանրապետությունում, բայց դա չի խանգարում մեզ լինել եթերում, իհարկե օգնում է միայն ունենալ կրկնակի տոնական տրամադրություն։ Մինչև ժամը 11-ը կլինենք ուղիղ եթերում եւ ուրախ ենք նաեւ այն փաստի առիթով, որ շատ հեշտ ենք այսօր հասել ռադիոտուն հաշվի առնելով, որ ոչ աշխատանքային օրը եւ փողոցները հիմնականում ազատ են։ Այո, եւ այդ լավ նորության մասին, ինչպես նաեւ առավոտյան անհրաժեշտ այլ տեղեկատվության մասին ձեզ կպատմենք առաջիկա րոպեների ընթացքում կունենանք իհարկե հետաքրքիր հյուր, կծանոթանանք լրատվությանը, կլսենք երաժշտություն, մի խոսքով կանենք ամեն ինչ, որ առաջիկա 1.5 ժամը անցնի բարձր տրամադրությամբ։ Զանգարեք մեզ 553702, խոսենք աշխատանքի մասին, միգուցե ունեք հետաքրքիր պատմություններ ձեր մասնագիտության, ձեր աշխատավայրի հետ կապված, կամ մեր ավակ ռադիո լսողները կարող են զանգարել եւ պատմել, թե քանի տարվա աշխատանքային ստաժ ունեն նրանք, երբեմն այդ թիվը զարմացնում է, չէ, ոգևորում է նաեւ, եւ իհարկե մեզ կարող եք դիտել մեր Facebook-յան հարթակում ու կայքում։ Հանրային ռադիոյի Facebook-յան էջը կարող եք փնտրել Facebook-ում Հայաստանի հանրային ռադիո, իսկ մեր կայքն էլ armradio.am, երկու հարթակներում էլ գործարկված է մեր ուղիղ եթերը։ Իրականում արդեն ունենք մեկնաբանություններ, դե իհարկե Էդիկ Բաբուջյանն է հասցրել մեզ սիքերներ ուղարկել, Արտակ Մխիթարյանն էլ գրում է բարի լույս բոլորին։ Դե ինձ սպասում ենք ձեր մաղթանքներին, շնորհավորանքներին, զանգերին 553702, մեր ուղիղ եթերը սկսված է։ Tell me everything without saying no word. Just make me feel what I want me to feel, what you want me to feel, what you want me to feel. You're gonna feel what I want you to feel, what I want you to feel, what I want you to feel. Tell me everything without saying no word. Just make me feel what I want me to feel, what you want me to feel, what you want me to feel. You're gonna feel what I want you to feel, what I want you to feel, what I want you to feel. I'm hanging on your lips. I'm hanging on your lips. You carry with just one kiss. I'm hanging on your lips. Just one kiss. I'm hanging on your lips. What you want me to feel.
everything without saying no word. Just make me feel what I want me to feel, what you want me to feel, what you want me to feel. You're gonna feel what I want you to feel, what I want you to feel, what I want you to feel. Ինանցը 38 եւ մենք վերադառնում ենք ուղիղ եթեր, ինչու ենք առավել քան ուրախ, հենց նոր համացանցում տեսանյութ տեսանք, որ կենթանաբանական այգուց փոքրիկ զեբր է փախել, կարևորը ոչ վտանգավոր եւ գիշատիչ կենթանի եւ հայտնվել Միասնիկյան պողոտայում, իսկ կենթանաբանական այգու աշխատակիցները կարծես թե նրան վերադարձրել են հետ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է Եվ զվարճալի, այո, հետաքրքիր է, որ կարծում եմ զեբրն էլ է առանց խցանումների փողոցներից ցանկացել օգտվել, գուցե վաղուց ուներ փախուստի պլանը, բայց այնպիսի խցանումներ էին, որ չէր իրականացնում այդ պլանը։ Բայց ամեն դեպքում շատ զվարճալի էր, տեսանյութը համացանցում տեսանք, դուք էլ կարող եք դիտել։ Բոլորն են ազատություն ուզում սևակ, նույնիսկ զեբրերը։ Հատկապես մայիսի 1-ին, երբ աշխատանքային օր չէ, բայց իրենց աշխատանքը իսկապես սիրողները այսօր են աշխատում, մենք վառ Եվ զեբրեր բռնում, պատկերացնում ես, մենք եթե եթերում ենք, ապա շատ հետաքրքիր է, կարծում եմ եւ ծիծաղելի է սկսվել կենթանաբանական այգու աշխատակիցների օրը, նրանք ստիպված են եղել զեբր որսալ, այնպես որ այո, իսկապես զվարճալի է։ Այո, տեսնենք ինչ զարգացումներ կունենա, կարծում եմ օրվա թեման է սա դառնալու, բայց գանք օրվա իրական թեմային, դա աշխատանքի միջազգային օրն է, աշխարհի բազմաթիվ երկրներում է նշվում այս տոնը, այն առավել պաշտոնապես կոչվում է աշխատավորների համերաշխության եւ իրավունքների պաշտպանության օր, Հայաստանը նույնպես միացել է այս տոնին եւ ինչպես նշեցինք, սա ոչ աշխատանքային օր է, իսկ տոնի ակունքները սկիզբ են առել դեռ 19-րդ դարից, երբ աշխատավորները սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար։ Այո, նրանք պահանջում էին ավելի արդար աշխատանքային պայմաններ, աշխատաժամերի կրճատում եւ արժանապատի վարձատրություն, հատկապես հիշարժան է հայ մարքետի դեպքերը ԱՄՆ-ում, որը դարձավ աշխատավորական շարժման կարևոր շրջադարձային պահերից մեկը։ Տեսեք, բոլոր դարերում էլ մարդիկ մշտապես բողոքել են աշխատանքային պայմաններից, աշխատաժամերի կրճատում են պահանջել եւ Հայաստանում, ինչպես նշեցինք, տոնը եւս ոչ աշխատանքային է, նաեւ սոցիալական ու մշակութային նշանակություն ունի, տարիներ շարունակ մեր երկրում նաև այսօրը անցկացվել են շքերթներ, հատկապես խորհրդային տարիներին, մեծ շուկով են նշվել հանրահավաքներ, տարբեր միջոցառումներ եւ թեև մեր տեքստը հուշում է, որ հիմա Հայաստանում կարծես շքերթներ չեն անցկացվում, բայց այս տարի բացառություն է, որովհետեւ այս տարի կրկին մեծ շուկով, այսինքն շքերթային տարբերակով է տոնվելու աշխատանքի եւ աշխատավորների օրը։ Հիմա այդ մասին կարևոր տեղեկատվություն։ Այո, ժամը 13:00-ից կարող եք միանալ Ամիրյան փողոցին մեկնարկող շքերթին, որը 14:00-ից կշարժվի դեպի Հանրապետության հրապարակ։ Կլինի ոչ միայն շքեր, այլ նաև ցերեկային հրավառություն, օդապարիկների թռիչք, բազմաթիվ այլ անակնկալներ, այդ թվում իհարկե երաժշտական կատարումներ։ Այո, ելույթ են ունենալու Արամ Էմպետրին, Սարո Գևորգյանը, Սրբուկը, ճիշտ եմ հիշում, առանց տեքստի եմ ասում, DJ Սիանան, որը վերջերս մեր
հատկապես հետաքրքիր է ցերեկային հրավառություն տերմինը, այնպես որ այսօր Երևանի երկնքին կարող եք նայել, եթե անգամ չեք պատրաստվում մասնակցել շքերթին, օտապարիկները հաստատ ձեզ կուրախացնեն, բայց ահա 3 գիշերվանից վարորդներին այդքան էլ չեն ուրախացրել այս միջոցառումները, դե բնականաբար, որովհետև կան փակ փողոցներ, 3 դեռ գիշերվանից Ամիրյան փողոց, Մաշտոց փողոց, Խաչմերուկ ընկած հատվածը Հանրապետության հրապարակում նախատեսված տոնական շքերթի ու համերգի պատճառով փակ է, սա էլ օդային հրավառության մի տեսակ էր եւ ինչպես Վեգան նշեց, այսօր ժամը 13-ից Ամիրյան փողոցում կմեկնարկի շքերթ, ժամը 14-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգը ու հաշվի առնելով այս միջոցառումները անվտանգ կազմակերպելու անհրաժեշտությունը 3 գիշերից Հանրապետության հրապարակը եւ հարակից փողոցները փակ են երթևեկության ու կայանման համար։ Սևակ չնայած դրան ես պարզապես երանելի ճանապարհով եմ եկել աշխատանքի, փողոցը շատ դատարկ էր, խցանում առհասարակ չկար, ոչ միայն Գայե Պողոտայում, այլև Միասնիկյանում, հետաքրքիր է որքան է խցանումային նիշը։ Այո, Եթե կա։ Տես անգամ ուշադրություն չենք, մեկ է, մայիսի 1-ի առիթով խցանումային նիշը, մեկ է, կանաչ է, թեև կան կարմիր կետեր, բայց այս պատկերը վաղուց չէինք տեսել, այն էլ այս ժամին, այս է իսկական տոն է։ Համաձայն եմ մայիսի 1-ին։ Առանձնահատուկ շնորհավորենք վարորդներին, ովքեր երթևեկում են այս բանին, եւ քարտեզը ցույց է տալիս, այո, որ փակ է այն հատվածը, որը նշեցինք տոնական միջոցառումների հետ կապված։ Այնպես որ այսօր, եթե այլ պլաններ չունեք, 13-ից ժամը կարող եք միանալ այդ հետաքրքիր շքերթին ու միջոցառմանը։ Իրականում, եթե իմանայի, որ մնացած բոլոր հատվածներում այսքան խաղաղ է լինելու երթևեկությունը, ապա պատրաստ եմ, որ այս փողոցները միշտ փակ լինեն։ Մենք ոտքով կգնանք այդ հատվածները։ Մինչև Սևակին կխնդրենք, որ եղանակի մասին էլ պատմի, ես Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին անդրադառնամ, դրանք նույնպես կարծես թե հիմնականում անցանելի են, վերջին շրջանում եղանակային պայմանները լավացել են եւ ավտոճանապարհները նույնպես, այո, իսկապես չկան Հայաստանի Հանրապետության տարածքում կարծես թե փակ ավտոճանապարհներ, միայն ըստ փրկարար ծառայության շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները լարսը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այժմ խոսենք եղանակի մասին, հանրապետության տարածքում այսօրվանից մինչև մայիսի 5-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ օդի ջերմաստիճանը, մայիսի 3-ին եւ 4-ին էլի բարձրանալու է 3-ից 4 նիշով, իդեպ ասենք երեկվանից արդեն շոկ է անգամ, եթե մի փոքր արագ եք քայլում փողոցում, հնարավոր է արդեն ամառային զգացողություն ունենալ շոկի տեսանկյունից, Մայրաքաղաքում եւս այս օրերին ցերեկը կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում, բայց հիմնականում տաք եւ արևոտ եղանակ է լինելու, մինչև 23 աստիճան տաքություն է այսօր լինելու, հուսամ վերջնական կարող ենք ձմեռային վերարկուները եւ մի փոքր հաստ վերարկուները դնել պահարանի խորքերում, երեկոյան 17 աստիճան, իսկ գիշերը 10-ից 12 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Եվ այս պահին էլ արևոտ եղանակ է մեր մայրաքաղաքում ու 15 աստիճան տաքություն է, բա մայիսը բարի է սկսվել մեր հանդեպ եւ հուսով եմ այսպես էլ կշարունակվի, հուսով եմ որ տեղումները մնացին ապրիլում, իսկ տեսնենք թե ինչպիսին է տարադրամի փոխարժեքն այսօր ըստ կենտրոնական բանկի։ Ամերիկյան դոլարը համարժեք է 370 դրամի եւ 78 լումայի, 434 դրամ եւ 41 լումայի եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 9, 137 եւ 88 է վրացական լարին, 501 դրամ 41 լումայի է համարժեք բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամը 100 դրամ է 94 լումա, շարունակում է անկում ապրել դիրհամի փոխարժեքը, 0.028 էլ շարունակում է մնալ իրանական ռիալը։ Ահա այսպիսի նորություններ, եթերաժամի ընթացքում դեռ կթարմացնենք տեղեկատվությունը, բայց խցանումների մասին այլևս չենք խոսի, ինչը միայն հաճելի է։ Դե ինչ հիշեցնենք, որ մեզ կարող եք հետևել առցանց եւ այսօր սպասում ենք շնորհավորանքների, հետաքրքիր պատմությունների ձեր աշխատանքային գործունեության վերաբերյալ։ Familiar faces, copy paste my dates. One last round of kissing the ground, and then I'll be gone for good. Follow my rumba, let's go. Delete my number, burn the phone.
just to finally dance away from all the anger. Too much sweat and tears and regrets, cause I don't wanna talk about numbers all day long. Paloma rumba, let's go. Rock this, delete my number, burn the phone. Rock this. I'm not a machine, just not gonna rage in a rage as a cage with a badge on looking. Take no more, I'm done for sure, yeah. I'm not robot, just play the part, I'm losing my heart, I'm falling apart, so watch me go. Steal the show like a pro, yeah. This video could have been an email. Free coffee won't keep me here, man. Can't do this anymore, already at the door. Paloma rumba, let's go. Rock this. Delete my number, burn the phone. Rock this. You ole, fa. Paloma rumba. You ole, fa. Paloma rumba. Are you ready? Rock this. Go! One more time. The station with the best music. Best music. I love the music. Best music. Թե ինչ է լինում, երբ միանգամից հավատում ես համացանցում եղածություններին, բացվեց զեբրա ամենևին էլ զեբր չէր։ Մենք այսօր շատ ուրախ ենք սկսել առավոտը կենթանաբանական այգուց տեղեկատվություն տարածվեց, որը բառացի հիմա կկարդամ։ Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատար քաղաքացի, որ ինքնությունն այժմ պարզում են իրավապահներ, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով եւ տեսանյութ նկարահանելու համար տարել միասնիկյան պողոտա։ Հայտնում են, որ կենթանաբանական այգու զեբրերն ապահով են իրենց ազատավանդակներում են։ Մի շատ ծիծաղելի մեկնաբանություն էլ կարդամ հենց այս տեսանյութի մեկնաբանություններից կենթանաբանական այգու աշխատակիցներից մեկը գրել է. ես որպես զեբրերի խնամակալ հայտնեմ, որ իմ կենթանիները տեղում են հանգիստ, թողեք էշին։ Ամեն դեպքում ստացված կատակ։ Եթե անկեղծ իմ կարծիքով կատակը ստացված էր, հուսով եմ կենթանին իհարկե չի վնասվել, եթե պարզապես անմեղ նպատակով է արվել, ապա իսկապես ծիծաղել էր, բայց եթե ներկա հանկարծ վնասակար է, ապա պետք չէ։ Այո, ամեն դեպքում օրվա պոզիտիվը ապահովվեց։ Գանք մեր մեկնաբանությունների դաշտ, Էստեր Մխիթարյանը բարի լույս է մաղթում այսօր մայրիկից ծննդյան օրն է, շնորհավորում ենք ձեր մայրիկին, ինքն էլ գրել է Էստերը, որ շնորհավորում է մաղթում առողջ ու երջանիկ լինի, երկար տարիների կյանք մեր կողքին, մեր գլխից անպակաս։ Էստերը շնորհավորում է նաև մայիսի 1-ը եւ անդրադառնում օրվա թեմային, նշելով, որ հիշում է մայիսի 1-ի շքերթին տուրիստների հետ նվերներ էինք փոխանակում։ Ես իմ մազակալը փոխանակել էի վարդի բույրով օծանելիքի հետ, որը թափվել էր, ես իմ մայրիկից գաղտնի պահեցի, որ չզայրանա իմ վրա, շատ փոքր էի այդ ժամանակ, հաճելի հուշեր։ Հետևեք Էստերի օրինակին եւ կարող եք մեկնաբանություններ գրել կամ զանգարել 55 37 02 ուղիղ կապի հեռախոսահամարով։ Սևակ, ես հենց նոր հասկացա, ներիր ընթացեցի, պարզապես մտքով դեռ ավանակի հետ եմ։ Գուցե ավանակի տերը մայիսի 1 ապրիլի 1-ի հետ է խառնել եւ այո։ Մեկ ամիս ուշ է տեղի ունեցել կատակը, բայց կարծես թե հստացված կատակ էր։ Վեգա, քանի տարի ինչ աշխատում ես։ Ես աշխատում եմ, եթե մանր-մունր աշխատանքներն էլ փորձենք որ իրականացրել եմ 15 տարեկանից, այն կոսմետիկ միջոցներից մեկի համար աշխատում էի որպես դիստրիբյուտոր, հիշում ես այն կատալոգներով, որ գնում էինք, այո, եւ փորձում էինք վաճառել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչ եմ գնել իմ առաջին աշխատած գումարով, որը 3000 դրամ էր, դասընկերուհուս վաճառել էի մի օծանելիք, որը նա գնել էր իր
boyfriend-ի, ընկերոջ համար եւ Վստահաբար այդ այո, ժամանակ boyfriend բառը չկար։ չկար, այո, ընկերոջ համար եւ վաստակել էի այդ գործարքի արդյունքում մոտ 3000 դրամ, որով սուպերմարկետից ինձ սարսափելի տգեղ, որոնք այն ժամանակին շատ գեղեցիկ էին թվում, արևային ակնոցներ էի գնել, այսպես fake մեծ լոգոյով հայտնի բրենդերից մեկի։ Արդեն սուպերմարկետն էր, չէ՞, Այո, ճոխություն, այս այո։ ժամանակ ձգտում էինք բոլորս բակի խանութները փոխարինել սուպերմարկետներով։ Հիմա կարծես հակառակն է, երբ Այո։ մտնում ես, չէ, բակի ջերմ եւ այսպես կողտրիկ խանութ, քեզ ավելի լավ է զգում, Առանց հերթերի, ճոխ այո, սուպերմարկետում։ իսկ դու Սևակ վերջերս նշեցինք ռադիոյում, Այո, քո իրականում դա աշխատանքի- ռադիոն առաջին այդպես իրավական ձևակերպման աշխատանքն է, բայց եթե քո օրինակով հաշվենք, երևի այո, էլի 10 մոտ 15 տարի, իդեպ ես հիմա չեմ ուզում հակադրվել քեզ, բայց այդ նույն քո արած աշխատանք ուղղակի գրքերի հետ կապված էի անում, նոր էր մտնում այդ մշակույթը, որ այ կոսմետիկ միջոցների պես կարելի է մարդկանց առաջարկել գրքեր գնել եւ բավական հաջողված փորձ էր իդեպ ասեմ։ Կարծում եմ դեռ մանկուց ուղղությունները մեր երկուսս էլ շատ հստակ սահմանել ենք, ով ինչ ուղղությամբ է հետագայում աշխատելու, իրականում սեփական միջոցները վաստակելը միշտ էլ լավ է, իսկ այն մտքի հետ, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ես համաձայն եմ այնքանով, այսինքն աշխատանքը իմ կարծիքով գեղեցկացնում է մարդուն, քանի դեռ այդ աշխատանքը նախ սիրելի աշխատանքը եւ երկրորդը քանի դեռ կյանքի համար էլ է ժամանակ մնում։ Այո, իդեպ Ցավոք, այսօր այո։ շատ կարևորվում է այդ work-life balance-ը, աշխատանքի Այո։ եւ անձնական կյանքի հավասարակշռությունը, ինչու է սա այսօր դարձել կարևոր, վեգա, որովհետեւ օրինակ վերլուծենք մեր ծնողների սերունդը, այսքան կապի միջոցներ չկային եւ այդ մարդիկ աշխատանքից տուն են եկել, որ շատ էլ ուզեին, չէին կարող ամբողջ ժողովին թաթախված լինել աշխատանքի մեջ, իսկ հիմա ամենուր մենք հասանելի ենք, թվում է թե մի նամակի պատասխանելը կամ մեկ մեյլ գրելը կամ մեկ փուճուր գործանելը այս կամ այն տեղում ոչինչ, բայց հետո ինչ որ մի պահի հասկանում ենք, որ որևէ պահ չի լինում աշխատանքից կտրվել։ Այո, իհարկե, եւ շատ հաճախ տեսնում ենք մեր օրինակով, մեր ընկերների օրինակով, որ մեր թեմաները շատ հաճախ պատտվում են աշխատանքի շուրջ։ Ես շատ ունեմ ընկերներ, որոնք նույնիսկ աշխատանքից դուրս, անկախ իրենց կամքից, միևնույնն է ապրում են աշխատանքով, այսինքն պատմում են աշխատանքից, զրույցը հենց այդ մասին է, ինքս էլ հաճախ նման իրավիճակներում եմ եղել, աշխատանքը իհարկե լավ է եւ կարեւոր է, բայց պետք չէ մոռանալ նաեւ կյանքի մասին։ Այո, ամեն դեպքում ընտրեք այնպիսի աշխատանք, որը ձեզ կերջանկացնի, որովհետև այո, կյանքի զգալի մասը մենք անցկացնում ենք աշխատավայրում, ել չասենք, որ մնացած հատվածն էլ, որ աշխատավայրում չենք, բայց կրում ենք այդ աշխատավայրի ազդեցությունը, միջավայրի ազդեցությունը, աշխատանքի եւ մի քանի տեղում աշխատելու մասին դեռ խոսելու ենք, որովհետև մեր հյուրը լավ օրինակ է այդ տեսանկյունից, ոմանք դժգոհում են, որ 9-ից 6-ը գնում են աշխատանքից, կան մարդիկ, ովքեր ընտրում են ամբողջովին այլ գրաֆիկ, երբ 24/7 են կապի մեջ։ Այո, կան մարդիկ, որոնք աշխատահոլիկներ են իրենց տեսակով եւ հակառակը դա իրենց երջանկացնում է, բայց Սևակ մի քո միտքը, որ ասացիր, հետաքրքիր բան հիշեցի, որ երեք դիտում էի հին ֆիլմերից մեկն էի վերանայում, Սկորսեզեի Taxi Driver-ը, տաքսու վարորդը, եւ այնտեղ մի այսպիսի միտք կա, որ դու այնն ես, ինչով զբաղվում ես, այսինքն այն ես, ինչ աշխատում ես, մոտավորապես այսպիսի մի միտք հնչեց, այնպես որ իսկապես կարևոր է ընտրել ճիշտ եւ սիրելի աշխատանք։ Ժամանակին ասում էին այն ես ինչ ուտում ես, հիմա դարձավ այն ես ինչ աշխատում ես։ Արի մեր մշտական ունկնդիր Եստեր Մխիթարյանի մայրիկին շնորհավորենք եւ նաեւ բոլոր նրանց, ովքեր տոնում են այսօր մայիսի 1-ը եւ ունեն նաեւ այլ առիթներ, այսօր տոնը Ինգա ու Անուշն են երգում։ Շողում է քո շպիտը թե վառել ու մեզ պարուրում է երազանքը քո հոգում քեզ երջանկացնում է սրտի տասամասիրու ծորը ջերմանում է չէ որ տոնն է քո այսօր տոնն է ծննդյան քո օրն է մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր այսօր տոնն է ծննդյան քո Եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր այսօր
հիմա նորից ասես մանկանում է Գերջանի կաչքերը քո մեզ համար փայլում են Հիացած սրտերը մեր քեզ համար երգում են Չէ որ տոնն է քո այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք ցնծում ենք տոնում ենք այն շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք ցնծում ենք տոնում ենք այն շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք ցնծում ենք տոնում ենք այն շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր Այսօր տոնն է ծննդյան քո օրն է Մենք ցնծում ենք տոնում ենք այն շնորհավոր Սուրճ ու սեր առավոտից Այսօր այոտոն է մայիսի 1-ն է աշխատանքի աշխատավորների համերաշխության օրն է եւ թեև ոչ աշխատանքային օր է մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար եւ ինչպես ամեն օր այսօր եւս պատրաստում ենք ձեզ ներկայացնել հետաքրքիր նորություններ, լուրեր եւ այժմ պահն է որ վերջին ժամի նորություններին ծանոթանանք։ Այո, մեր տաղավարում է արդեն մեր գործընկեր Մարլենան, մարդ, որը թիմի հետ միասին այն մարդկանցից է եւ այն մասնագիտության գրողներից է, որոնք ոչ աշխատանքային օրերին սովորաբար ել ավելի ակտիվ են աշխատում, քան Այո։ Սովորական մասնագիտությունների կրողները տոնական առավոտը ինչպես է սկսվել լուրերում, Մարլենա։ Շատ հաճելի էր առավոտյան պատուհանից լուրերի առավոտյան 7:30 տեսնել օդապարիկները, որոնք Երևանի երկնքում էին։ Տոնական է Երևանը այսօր բազմաթիվ միջոցառումներ կան, բայց առավոտից իմ տրամադրությունը մեկ այլ լուր է բարձրացրել, կարծում եմ դուք նույնպես տեղյակ եք Զեբրի կենթանաբանական այգուց փախուստ իրականացնելու մասին, չգիտեմ տեղյակ եք դուք զարգացումներին։ Այո, հետո պարզվեց, որ գործ ունենք Ավանակի հետ ամենասովորական ներկված եւ ոչ թե Զեբրի փաստը։ Այո, ես այդ խայծը կուլ եմ տվել եւ մեր ունկնդիրներին պատմել եմ լուրը, մտածելով, որ մայիս 1-յան շքերթի է շտապում Զեբրը, որը օրուգիշեր աշխատում է մեր երեխաներին զվարճացնելու համար, պարզվեց, որ Ավանակի անգամ AI-ով ստեղծված նկար չէ։ Ամենաշատ աշխատող կենթանին է Ավանակը, դրա համար էլ այսօրով հենց Ավանակն էլ դուրս եկել շքերթի։ Այնպես որ խորհրդանշական է ամեն բան Երևանում։ Տեսնենք այլ ինչ նորություններ կան Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում, միանանք ռադիոլուրի թողարկմանը, ժամը 10-ն է։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Նախ մայիս 1-յան արարողությունների մասին, այսօր Երևանը տոնական է, օրը նշվելու է մասշտաբային միջոցառումներով, երեկոյան գործարկվելու են մայրաքաղաքի երկող շատրվանները։ Վաղ առավոտից Երևանի երկնքում հայտնվել են օդապարիկներ։ Աշխատավորի միջազգային օրվա առթիվ նախատեսված հիմնական միջոցառումները մեկնարկում են ժամը 13-ին Ամիրյան փողոցից Շքերթի մասնակիցները կքայլեն մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 14-ին կսկսվի տոնական համերգը։ Ծրագիրը խոստանում է լինել տպավորիչ, ցերեկային հրավառություն է լինելու եւ ուղղաթիռների ցուցադրական թռիչքներ։ Երթևեկության սահմանափակումներ են տեղի ունենալու անվտանգության նկատառումներից ելնելով արդեն կեսգիշերից երթևեկության եւ կայանման համար փակ են Հանրապետության հրապարակը եւ հարակից փողոցները, մասնավորապես Ամիրյան փողոցը հրապարակից մինչև Մաշտոցի պողոտայի խաչմերուկ վարորդներին ոստիկանությունից հորդորում են ընտրել այլընտրանքային ճանապարհներ։ Տեղեկացնենք նաև, որ այսօր բացվելու է Երևանի կենթանաբանական այգին եւ օրվան ընթառաջ, ինչպես նշեցինք, զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել եւ կենթանաբանական այգուց ու քաղաքապետարանից ներկայացրել են պարզաբանումներ։ Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացի, որի ինքնությունը այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով եւ տեսանյութ նկարահանելու համար տարել էր Միասնիկյան պողոտա։ Հայտնում ենք, որ կենթանաբանական այգու զեբրերը ապահովեն իրենց ազատավանդակում, հայտնում են կենթանաբանական այգուց։ Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 6-ի սահմաններում Երևանի կենթանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել եւ հայտնվել է Միասնիկյան պողոտայում, սա իհարկե ապատեղեկատվություն էր։ Տեղեկացնենք նաև որվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղում պետական պաշտոնյաները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է օրը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում։ Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլև հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմքը։ Աշխատում է քաղաքացին, զարգանում է տնտեսությունը, ապահովելով պետության առաջընթացը, ընդգծել է Ալեն Սիմոնյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձում նշվում է, որ այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում ու եւս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Չնայած իրականացվող քայլերին, մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակվում են արկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն ու ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաեւ արդար եւ համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում արտաժամյա աշխատանքի դիմաց։ Պահպանվում են նաև խնդիրներ կապված աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման հետ։ Անհրաժեշտ է առավել նպատակային քայլեր ձեռնարկել կանանց զբաղվածության խթանման ուղղությամբ, շեշտում է օմբուդսմենը։ Մեկ լուր միջազգային լրահոսից Վենետիկի Բիենալեի միջազգային ժյուրին հրաժարական է տվել միջոցառմանը Ռուսաստանի եւ Իսրայելի վերադարձի վերաբերյալ քննադատություններից եւ բանավեճերից հետո։ Ժյուրի անդամները ավելի վաղ հայտարարել էին, որ մրցանակների համար չեն դիտարկի այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները միջազգային քրեական դատարանի կողմից քրեական հետապնդման են ենթարկվում, ակնարկելով Ռուսաստանին ու Իսրայելին։ Դիտորդները Euronews-ի նշում են, որ որոշման առիթ է դարձել այն, որ այցելուներ պատրաստվում էին թույլ տալ քվեարկել նաև ռուս կամ իսրայելցի նկարիչների օգտին։ Եվ վերջին լուրը Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող FIFA-ի 76-րդ համաժողովի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են վերջին 1 տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։ FIFA-ի կայքից տեղեկանում ենք, որ լռության րոպեից առաջ հայտարարվել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած FIFA-ի նախորդ կոնգրեսից հետո վախճանված ֆուտբոլային գործիչների անունները։ Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին։ Եթերում ռադիո լուրներ, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը, մինչև ժամը 11-ը։
Սուրճ առավոտից I'm calling you with all my goals, my very soul ain't falling through. In need of you. The trust in my faith, my tears and my ways is drowning. So I cannot always show it, but don't doubt my love. I'm calling you. I'm calling with all my time and all my fights and search for truth. Trying to reach you. See the worth of my sweat, my house and my bed. Lost in sleep. I will not be forcing who I am as long as I breathe. Oh no, no, I don't need nobody. And I don't fear nobody. Oh, I don't call nobody but you. My one and only. I don't need nobody. No, I don't fear nobody. No, I don't call nobody but you. All I need in my life. Yo, I'm calling you when all my joy and all my love is feeling good. Cause it's due to you. See the time of my life, my days and my nights, so it's alright. At the end of the day, I still got enough for me and mine. I'm calling you, still calling. All my keys and all my biz run so smooth. I'm thanking you. See the halves in my life, my patience, my wife with all that I know. I'll take no more than I deserve, still need to learn more. Oh no, no, I don't need nobody. And I don't fear nobody. Oh, I don't call nobody but you. My one and only. I don't need nobody. No, I don't fear nobody. No, I don't call nobody but you. All I need in my life. All that I need. Yeah, our relationship so complex. Found you while I was headed straight for hell in quest. You have no one to compare to. Cause when I lie to myself, it ain't hitting from you. I guess I'm thankful. Word on the street is you change me. It shows in my behavior. Past, present, future. Lay it all out. Found my call in your house. And let the whole world know what this love is about. Yo te quiero, te extraño, te olvido, aunque nunca me has faltado y siempre estás conmigo por las veces que he fallado y las heridas tan profundas. Mejor tarde que nunca para pedirte mil disculpas. Estoy gritando, callado yo te llamo, te escucho, lo intento, de ti yo me alimento cuando el aire que respiro es violento y turbulento. Yo te olvido, te llamo, te siento. Oh no, no, I don't need nobody. I don't need nobody. And I don't fear nobody. I don't fear nobody. I don't call nobody but you. Nobody but you. My one and only. I don't need nobody. I don't need nobody. I don't fear nobody. I don't fear nobody. I don't call nobody but you. Nobody, 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 nobody but you. I don't need nobody. No, I don't fear nobody. No, I don't call nobody but you. My one and only. I don't need nobody. No, I don't fear nobody. I don't fear nobody. I don't call nobody but you. All I need in my life. Բայց դա քիչ բան ես ասում։ Ախ, այս երգը ինչ էի ասում Վեգային, որ այս երգը բոլորիս ռինգտոնն է եղել ժամանակին։ Այո, եթե չեմ սխալվում, այս երգը կար նույնիսկ այն ժամանակներում, երբ դեռ ձայնագրում էինք, չէ՞, հեռախոսով էկրաններից, այնպես որ այո, դու էլի մեզ, այո։ Խմբի երգն է, ինչու հիշեցի, որովհետև օրեր առաջ խումբը Հայաստանում էր եւ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ եւ իմ կողքին կանգնած էին ռուսներ եւ պետք է տեսներ ինչ հիացմունքով էին նրանք հետեւում այս արտիստների ելույթներին, նրանց համար մեր երկիրը ինչ բացահայտում է, չէ՞, փոքր երկիր, բայց ինչ ասես կատարվում է այստեղ, միջազգային աստղեր են գալիս, հատկապես այս շրջանում, այս ամիս ինչ միջոցառում ասես որ կա եւ այսօր էլ բացառություն չէ։ Այո, իդեպ անհամբեր սպասում եմ ամռանը, որովհետեւ վստահ եմ, որ ինչ որ հնչեղ անուն ենք ունենալու եւ եթերից առաջ խոսում էինք այն մասին, որ մայիսն է արդեն, հաշված օրեր մնացին նաեւ Եվրատեսիլին։ Չնայած բազմիցս խոսել ենք այս ամիսային մասին, այս տարի այն մասին, որ
կարծես թե այս տարվա Եվրատեսիլը այնքան էլ քննարկված կամ սկանդալային չի, որքան սովորաբար, բայց ամեն ինչ կարող է փոխվել օրերի ընթացքում, օրերը կմոտենան եւ տեսնենք թե ինչ է տեղի ունենալու։ Այո, անպայման մենք կանդրադառնանք, բայց մինչև այդ եւս մեկ անգամ մեր բոլոր ռադիոլսողներին հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում սպասվում է տոնական մեծ շքերթ, համերգ, Արամեն Պետրի, Սրփուկ, Սարո Գևորգյան եւ նաեւ DJ-ներ, այնպես որ եթե այսօր այնպիսի մասնագիտություն եք ընտրել, որ չեք աշխատում, մեր սխալը չեք գործել։ Այո։ Իհարկե սա կատակ կարող եք միանալ տոնական միջոցառումներին։ Մենք հիշեցնենք, որ Facebook-ում ուղիղ եթերում ենք եւ կարծում եմ մեկնաբանություններ կունենանք, ստուգենք 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, կարող եք զանգարել, հիշել աշխատանքային ձեր պատմությունները, ձեր մասնագիտության մասին, մասնագիտական ընտրության մասին կարող ենք խոսել եւ մեր կայքում armradio.am այսօր իմ միկրոֆոնը իսկական մայիսի մեկ է անում եւ չի ուզում աշխատել։ Գուցե սա միկրոֆոն չէ, այլ ինչ-որ ներկված է որպես միկրոֆոն, այսօր կարծես թե այո, զեբր է։ Ինչպես խոստացել էինք, կունենանք նաև հյուր, մարդ, որի համար կարծես թե աշխատանքը միշտ է տոն եւ ոչ միայն մայիսի 1-ին, արդեն նշել ենք, որ կան մարդիկ, որոնք հանդիսանում են աշխատահոլիկներ կամ ինչպես անգլերենում են ասում workaholic-ներ եւ հենց նման մարդու հետ էլ զրուցելու ենք այսօր։ Այո, մեր լավ գործընկերը PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը րոպեներ անց կլինի մեր տաղավարում, իսկ մինչ այդ արի ռիսկի դիմենք եւ ներկայացնենք մի երգ, որը մենք էլ դեռ չենք լսել, մի քանի ժամ առաջ տեղի ունեցել Սաբրինա Կարպետների եւ Մադոննայի երգի պրեմիերան, նրանք վերջերս համատեղ, եթե չեմ սխալվում, ելույթ ունեցան Coachella-ում, այո։ Եվ ահա երգն արդեն կա, լսենք երգը եւ հյուրընկալենք Ռոզային։ Is it for you? Is it for them? I got something I want to talk about. Sabrina, Madonna. I got something I want to talk about. Don't comment on my ideas. I don't want your judgment or your expectations.
Սուրճ ու սեր առավոտից։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, էլի հիշենք հայտնի արտահայտությունը, մենք էլ պնդում ենք, որ գեղեցկացնում է այն աշխատանքը, որը սիրում ես, եւ սիրով մեզ շատ գեղեցիկ գործընկերոջը ներկայացնենք, որը, ինչպես արդեն նշեցինք, հանդիսանում է աշխատահոլիկ եւ հիմա կպարզենք, թե որքան վաղուց է սկսել աշխատել։ Մեր հյուրը PR մասնագետ Ռոզա Գրիգորյանն է, բարի լույս։ Ձեր հյուրը լինել եւ ձեզ տեսնել։ Մենք ենք ուրախ, որ այս տոնական առավոտը միասին ենք սկսում, երբ քննարկում էինք ում պետք է հրավիրենք, աշխատահոլիկներ, բոլորս միանգամից հիշեցինք քեզ։ Այո, միանգամից այդ պլանավորման ընթացքում բոլորս ասացինք Ռոզան պիտի գա։ Աշխատանքը այսքան սիրող մարդու առավոտը սովորաբար ինչպես է սկսվում, մեյլերը ստուգելով, թե ունենում ես գոնե քեզ համար մի փոքր ժամանակ։ Բավական ուշ, ես շատ բախտավոր եմ, որ իմ գործատուները հասկացել են վերջապես, որ ժամը 11-ին կամ 10-ին անհնար է ինձ տեսնել adekvat իրավիճակում եւ անհնար է, որ ես լավ մտքեր արտահայտեմ ժողովների ժամանակ, դրա համար հիմնականում ժողովները 12-ից են սկսում եւ ես անսահման երջանիկ եմ այդ փաստիկապակցությամբ, քանի որ իմ ուղեղը առհասարակ շատ ավելի լավ է աշխատում գիշերվա ժամերին եւ այո, լավ գաղափարներ, լավ մտքեր միշտ գիշերն են արթնանում եւ առհասարակ լրագրողները, որ արթնանում են, ինձնից մեյլեր են ունենում, իմացեք ես դա ուղղակի նախորդ պլանավորած եմ ուղարկում, ես այդ ժամին քնած եմ։ Բայց իդեպ ասեմ, ես գնահատում եմ այն մարդկանց, որոնք տիրապետում են այդ schedule կոչվող, այսինքն նախապես պլանավորվող նամակներին, որ դու գրում ես, բայց դնում ես, որ առավոտյան գնա, որովհետև ատում եմ, երբ արթնանում եմ եւ տեսնում եմ, որ մարդիկ ինձ գիշերը ժամը 2-ին կամ 3-ին աշխատանքային բնույթի նամակներ են գրել, ել չեմ խոսում, այո, ել չեմ խոսում այն մասին, երբ վեր ես թռնում այդ ծանոթություններից, այնպես որ այո, վաղուց կա այդ գործիքը, անկախ նրանից թե դուք որ ժամին եք աշխատում, կարող եք պլանավորել եւ նամակը մարդկային ժամի հասնի գործընկերոջը տեղ։ Ռոզա, քանի տարեկանից ես աշխատում։ Որն է եղել առաջին աշխատանքը նաև հետաքրքիր է։ Որպես այդպիսին 16 տարեկանից եմ սկսել աշխատել լրագրության ոլորտում, երբ այո, շատ պատահական ստացվեց, երբ 15 տարեկան էի մրցույթի էի մասնակցում, 3 փուլով էր այդ մրցույթը, ես իրականում մրցանակը վերջնական չգիտեի ինչ է լինելու, բայց մրցանակը հենց լրագրության դասերներն ունե Ալեքսանյանի մոտ, եւ առաջին դասին ես պարզապես գնացել եմ եւ ասել եմ, որ չեմ պատրաստվում լրագրող դառնալ, որովհետեւ ինձ չեմ տեսնում այդ ոլորտում, որովհետեւ այդ սուտը, որ ասում ենք մենք մեզ։ Այո։ Իսկ որտեղ եք տեսնում։ Բանկային ոլորտում ես ուզում էի աշխարհի բոլոր փողերը հաշվել, տիրապետել աշխարհի բոլոր փողերին, որովհետև ինձ թվում էր հաշվի առնելով այն ֆիլմերը եւ այն գրքերը, որոնք կարդում եմ, որ այդ փողերը իմն են։ Այո։ Եվ Հետո շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, քանի որ խմբում միակ մարդն էի, ով թե անգլերեն, թե ռուսերեն շատ լավ խոսում էր եւ գիտեր, իսկ դասերի շրջանակում մենք ամեն օր գնում էինք տարբեր միջոցառումների, լուսաբանում էինք միջոցառումներ, ինձ ընկերն ունեն ուղարկեց Վլադիմիր Սպիվակովի հետ հանդիպման։ Այո, ոչ ավել, ոչ պակաս։ Այո, ես 16 տարեկան էի այդ ժամանակ եւ հասկացա, որ ես ուզում եմ կայանալ այս ոլորտում, ես ուզում եմ ամենալավը լինել առնվազն խմբում եւ սկսեցի աշխատել ինքս իմ վրա։ Շատ հետաքրքիր է, որովհետև իմ ճանաչած լրագրողների մեծ մասը, այդ թվում ես, այդ սկզբի տարիներին, ուսանող տարիներին պնդել են, որ լրագրող չենք աշխատելու։ Ես էլ 4 տարի շարունակ գոռում այն մասին, որ դե ընդունվել եմ, կմնամ, բայց չեմ աշխատելու ոլորտում, ինչպես ասում են։ Բայց կյանք այլ պլաններ ուներ։ Ամեն դեպքում ուրախ ենք, որ մեր ոլորտում է Ռոզան եւ ճանաչում ենք նրան եւ եւս մի աշխատահոլիկ ծաղկացնում է հենց մեր ոլորտում։ Այո։ Ռոզա, մինչեւ քո գալը խոսում էինք այդ work-life balance-ի մասին, որ այսօր շատ տարածված տերմին է եւ հատկապես մեր ոլորտում կարծես այդ 9-ից 6 կամ թեկուզ 10-ից 7 աշխատանքային գրաֆիկը ամենևին էլ իրական չէ եւ մենք մշտապես կապի մեջ ենք, ուղեղը չի անջատվում, շատերը դժգոհում են դրանից, բայց կան մարդիկ, որ հաճույք են ստանում դրանից, օրինակ դու։ Ինչպես է դա ստացվում։ Ինձ թվում է ես շատ լավ տիրապետում եմ ժամանակի կառավարմանը եւ այդ հմտությունը ինքս եմ ժամանակի ընթացքում իմ մեջ ձևավորել։ Ես կարծում եմ, որ ցանկացած բան հնարավոր է, եթե դու ճիշտ ես տիրապետում ժամանակին։ Դու կարող ես ունենալ 30-40 տարբեր նախագծեր, բայց եթե ճիշտ ես ժամանակին տիրապետում, ամեն ինչ հաջողված կլինի պարզապես։ Ամեն ինչ հնարավոր է, ներողություն։ Հիշում ես, ժամանակին ասում էր ինչքան ավելի զբաղված ես, այնքան ավելի շատ բան ես հասցնում, մի տեսակ
Երեխեք այդպես է ստացվում։ Ռոզա վերջին շրջանում համացանցում հաճախ եմ տեսնում, որ տարբերություններ են դնում այսպես կոչված միլենիալների, այսինքն մեր եւ Gen Z ավելի երիտասարդ 2000-ականների սերնդի աշխատանքային մոտեցումների, աշխատանքի մշակույթի հետ կապված եւ նշում են, որ մենք չափազանց շատ էինք տրվում աշխատանքին եւ մենք ավելի հարմարվող էինք, մեզ հետ ավելի հեշտ էր վատ վարվել աշխատանքում, մենք ավելի հանդուրժող էինք, իսկ նոր սերունդը հակառակ ավելի պահանջկոտ է, շատ ավելի հստակ է իր աշխատանքային պարտականությունների հարցում չեն շեղվում, արդյոք համաձայն ես սրա հետ, արդյոք բախտ վիճակվել է աշխատել ավելի մեզանից արդեն լեզուս չի պատտվում, ասեմ երիտասարդ սերնդի հետ, նախկինում մենք էինք դա, մի խոսքով մեզանից ավելի երիտասարդ սերնդի հետ եւ ինչպիսին են նրանք, ինչ տարբերություններ կան իրականում, թե լավ թե վատ առումով։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր սերնդում կան լավ եւ վատ մասնագետներ, բայց ինձ բաժին են ընկել հիմնականում վատերը։ Ես որպես պերֆեկցիոնիստ ինձ համար միշտ անընդունելի է եղել Gen Z-ի, ես դրամատրություն չունեմ գործ անելու կամ ես հավես չունեմ։ Եթե ես իմ գործատուին ասեի ես հավես չունեմ, ինքը ուղղակի կասեր դիմումը գրի եւ ազատվի աշխատանքից։ Չենք էլ ասի, մենք չենք էլ ասի, հա, մի կողմ։ Նման մի բան էլ կա, չէ՞ որ ամեն անգամ երբ ասում ես վատ առողջ չեմ գա, միշտ մտածում ես որ դա սուտ կընկալ են, չէ՞։ Անգամ դա ենք միշտ քաշվել ասել եւ վատ առողջական վիճակով աշխատել ենք։ Իմ փորձառությունը հիմնականում այդքան էլ դրական չի եղել ցավոք, բայց միլենիալների հետ ավելի հաճելի է, ավելի հասկանալի է, ավելի պարզ է, ես ավելի սիրով իմ տարիքակիցների հետ եմ աշխատում եւ ինձնից ավելի տարիքով մարդկանց։ Ահա, հետաքրքիր է։ Ես իրականում ներիր ընդհատեցի, ես կարող եմ ասել ինձ ինչն է դուր գալիս Gen Z-ի հետ աշխատանքում, քանի որ ինքս էլ իմ թիմում հիմնականում հենց այդ սերնդի ներկայացուցիչն են եւ ինչը ոչ, դուր է գալիս այն, որ իսկապես իրենք մի փոքր ավելի իրենց իրավունքների հարցում գիտակից են, քան մենք էինք, մենք շատ ավելի իսկապես աշխատանքի համար ամեն ինչ կանեինք, հետո շատ ավելի բարդ էր նախկինում մեր երազած աշխատանքներին հասնելը, քան հիմա։ Նրանց մի փոքր ավելի հեշտ է տրվում, հատկապես մեր ոլորտում, չէ՞, առաջ քանի փուլով էինք անցնում, որ չգիտեմ, օրինակ էկրանին հայտնվեինք կամ եթերում հայտնվեինք, հիմա կարվախտակորցնելու, իհարկե, կարվախտակորցնելու մասնագետները, այսինքն հեշտ չէր տրվում, իսկ հիմա նրանք կարող են պարզապես միացնել իրենց հեռախոսը, հավաքել, չգիտեմ, 10,000 հետևող եւ արդեն սիրելի պահանջված հյուր են եթերներում տարբեր, դա նրանց տալիս է մի փոքր ավելի, այսպես ասած, չգիտեմ, ինքնավստահություն, բայց մյուս կողմից էլ շատ հաճախ եմ տեսնում, որ չհիմնավորված մի տեսակ ամբիցիաներ կան, այսինքն կարծես թե կան պահանջները, բայց ոչ միշտ է որ կան այդ պահանջներին համապատասխան հմտությունները, մեզանից շատ երկար տարիներ է մեզնից ավելի ավակ սերնդից պահանջվել, որ մենք կարողանանք օրինակ համապատասխան վարձատրություն ակնկալերի ես օրինակ հիշում եմ, որ մոտ 3-4 ամիս պարզապես անվճար եմ աշխատել, որպեսզի ապացուցեմ իմ տեղը այդ խմբագրությունում։ Նրանք շատ հաճախ այնպեսի միանգամից գումարներ են պահանջում, որ ասում ես հիմա այդքան վարձատրում եմ։ Թվեր են կրակում։ Այո, ես ուսանող եմ ունեցել, որը դասապրոցեսի ժամանակ ինձ ասաց, եթե ինձ ամիսը մինիմալ 400,000 չտան, ես նույնիսկ չեմ բարևի իմ գործատուին ու իմ դեմքը այդ պահին։ Ինչքան մարդու չէինք բարևի։ Չէինք բարևի։ Կարծում եմ բարև հասկացությունը մեր երիտասարդ տարիներին չէր լինի արտասական մտնենք միանգամից գրասենյակ։ Ռոզա բավականին տարբեր նախագծերում զբաղված լինելու արդյունքում հետաքրքիր է ինչ եզրակացության ես եկել, երբ գալիս է նոր աշխատանքային առաջարկ, ինչն ես կարևորում, ինչն է կարմիրքից, որ քեզ հետ կպահի, ինչքան էլ դա լինի օրինակ սիրելի նախագիծ, սիրելի արտիստի հետ աշխատանք։ Ինձ թվում է տարիքի ու փորձառության հետ ավելի կարևորում եմ մարդկային վերաբերմունքը եւ մարդկային շփումը եւ առհասարակ մարդկային որակները տվյալ կառույցի ղեկավարի կամ տվյալ կառույցի բաժնի ղեկավարի, որի հետ աշխատելու եմ, որովհետեւ տարիքի հետ սկսել եմ հենց դրական վերաբերմունքը ավելի բարձր գնահատում եմ մարդկային շփումը, այն թե ինչպես կարող են քեզ համապատասխան task-ը օրինակ փոխանցել, խոսել, շփվել։ Ինձ համար առաջին, այսպես ասած, կարմիր գիծը պրոբլեմատիկ հաճախորդներն են, որոնք փորձում են անիմաստ տեղը քո հաշվին ինքնահաստատվել, փորձել, չգիտեմ, ինչ որ կերպով ցույց տալ, թե իրենք աշխարհի վերջն են, իսկ դու ինչ որ սովորական մեկը, որ եկել ես ուղակի եւ իրենք քեզ ողորմություն են տալիս, այդպիսի դիտարկումներով վստահ եմ տեսել եք շատ մարդիկ կան։ Այո, եւ գնահատում եմ հենց adekvat պրոֆեսիոնալ մոտեցումը թե աշխատանքին, թե աշխատակցի նկատմամբ։ Իսկ ինչպես ես ընտրում, երբ ինքդ ես գործատուի կարգավիճակում հայտնվում եւ օրինակ օգնողը պետք ինչ որ նախագծի շրջանում, ինչն է այն կարևորը, որ առաջնային է քեզ համար։ Պատասխանատվության մակարդակը, որովհետեւ
պայմանական աշխատակիցը կարող է չունենալ համապատասխան տաղանդներ, բայց ունենալ բարձր պատասխանատվություն եւ դու կարող ես սովորեցնել նրան ավելի այլ հմտություններ, պատասխանատվություն, ժամկետներ չխախտել։ Ինձ համար որպես պերֆեկցիոնիստ շատ ծանր է, երբ ինձ հստակ ասում են վաղը կլինի, բայց վաղը չի լինում եւ մի քանի օր հետո է ինչ որ մի բան տեղի ունենում։ Ես երբեք ինքս չեմ խախտել եւ երևի իմ հաջողության գաղտնիքը հենց դա է եղել, որ ես միշտ դեդլայններ չեմ խախտում, միշտ պատասխանատու եմ վերաբերվում ամեն ինչին եւ դիմացինից ես միշտ ակնկալում եմ դա չնայած անկեղծ ասեմ, որ միշտ չի մեր ակնկալիքները համապատասխանում են իրականությանը։ Եվ միշտ շատ դժվար է քո պրիզմայով նայել մնացածին, ես ինքս ինձ փորձում եմ վերադաստիարակել եւ սովորել, որ ոչ բոլորը չեն քո նման Չնայած շատ հաճախ եմ մեր սերնդի մարդկանցից լսում, որ դե բնականաբար մենք ինքներս մեզ տարիների ընթացքում այնքան ենք հարմարեցնում մեր աշխատանքին, որ մենք աշխատում ենք հենց այնպես, ինչպես ուզում ենք եւ պատկերացնում ենք ու շատ հաճախ ենք ասում, չէ՞ որ վայ մի հատ ինձնից լիներ կամ որ թիմը կարող ինձ օգնել։ Ամեն դեպքում Ռոզա շատերը մենք կարծում եմ այն երջանիկներից ենք, որ աշխատում ենք ոլորտում, որը սիրում ենք եւ սիրելի աշխատանք ունենք, բայց ցավոք ոչ բոլորին է իրականում դա տրված, որքան էլ որ ռոմանտիզացնում ենք, շատ ենք խոսում այն մասին, որ պետք է ընտրել երազանքի աշխատանքը, ցավոք կենցաղային պայմանները, շատ պայմաններ այնպեսին են լինում, հաճախ որ մարդը ստիպված է լինում գոնե որոշ շրջան աշխատել այնպիսի ոլորտում կամ աշխատավայրում, որն իր սրտով չէ։ Ինչպես ինչ խորհուրդ ունես այս առումով, ինչպես կարելի է զուգահեռ թե վաստակել, թե չկորցնել երազանքը, կա նման ճանապարհ։ Բնականաբար կա, ես չնայած ունեցել եմ նման չսիրած աշխատավայր, որտեղ աշխատել եմ ինչ որ շրջան, բայց դա ինձ համար շատ ավելի ծանր էր, որովհետև պետք է ժամը 10-ին լինեի աշխատավայրում եւ 10:01 զանգահարում էին եւ ճշտում էին թե աշխատակիցներից ովքեր են այդ պահին օրինակ տեղում, ինձ համար դա շատ ստրեսային էր, բայց այդ շրջանում ինձ պետք էր աշխատել, էլի մեր ոլորտում էր իրականում, ես մեր ոլորտից երբեք չեմ շեղվել, ի ուրախություն ինձ, ի բախտավորություն ինձ ոչ բոլորն են ունենում նման երջանիկ, այսպես ասած, կյանք եւ երջանիկ հնարավորություններ, բայց այս առումով իրականում նախ շատ դժվար է հասկանալ, թե որն է քո երազանքի մասնագիտությունը, դու պետք է ինչ-որ մի քանի բանի միջով անցնես, մինչև այդ ճանապարհը հարթես։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է նախ մի փոքր հոգեբանություն ուսումնասիրի, սկսած 12, 13, 14, 15 տարեկանից, երբ հոգեբանություն ես ուսումնասիրում, երբ ինքս քեզ սկսում ես ճանաչել, դու շատ ավելի լավ ես ճանաչում քո ուժեղ եւ թույլ կողմերը եւ արդեն մասնագիտական կողմնորոշման համատեքստում շատ ավելի հեշտ է ինչ-որ բաներ լինում։ Իհարկե այդ տարիքում շատ դժվար է իսկապես լիովին գիտակցել, մենք ամբողջ կյանքը մենք ինքներս մեզ ենք բացահայտում, բարձ է, բայց ինչ-որ առումով շատ կարևոր է օրինակ գնալ տարբեր կազմակերպությունների եւ կամավորությամբ զբաղվել։ Այդ կամավորությունը ինձ էլ է ժամանակին օգնել, ես էլ եմ եղել։ Դու ինքդ ինչ-որ բաժիններում ես ներգրավում, փորձում ես հասկանալ քո թույլ եւ ուժեղ կողմերը, փորձում ես հասկանալ թե ինչ մասնագիտություն քեզ կսազի, այնպես որ այս առումով ավելի կամավորական աշխատանքների կտորն է ինձ կարծում եմ կարևոր, որ կարելի է իրականացնել անպայման, այո, եւ այսօր դա նաեւ գնահատվում է, մեր ժամանակը մի փոքր այդ անգամ օրենսդրական հիմքերը չկային, հիմա նաեւ ուսանողներին դա կրեդիտներ է տալիս, հետո գործատուները որպես աշխատանքային փորձ կարող են ընդունել։ Ռոզայի հետ շարունակենք զրույցը վարքյաններ անց, հիմա գովազդային դադար։ Սուրճ ու սեր առավոտից։ Շարունակում ենք մեր մայիս 1-յան առավոտը եւ շնորհավորում ենք եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր աշխատում են, աշխատանքը համարում են իրենց կյանքի բարիքը եւ առավել եւս եթե այսօր էլ աշխատում են, ընտրել են այնպիսի մասնագիտություն, որը չի ճանաչում ազատ օրեր եւ ժամեր, եւ շարունակում ենք զրուցել աշխատանքի, աշխատանքային հարաբերությունների մասին մեր գործընկերոջ PR մասնագետ Ռոզայի հետ։ Ռոզա, ինչ փուլ է հիմա աշխատանքային տեսանկյունից քո կյանքում, ինչին եք պատրաստվում, ինչ մեծ նախագծեր կան։
Դե պարզ է որ ամենամեծ նախագծերից մեկը, որը միշտ է ամբողջ տարվա ընթացքում է ինքը ամենամեծ նախագիծ Ոսկե ծիրանն է։ Այո, մենք պատրաստում ենք Ոսկե ծիրանին, որն այս տարի հուլիսի 12-ից 19 տեղի կունենա։ Ոսկե ծիրանը առհասարակ միշտ համընկնում է իմ ծննդյան օրվա հետ։ Այո, միշտ շատ հետաքրքիր ձևով եմ փակման արարողությունը նշում իմ ծննդյան օրվա հետ։ Այս տարի եւս շատ հետաքրքիր թե ֆիլմեր են ունենալու, թե հյուրեր են ունենալու, հյուրերից մեկին երեք արդեն հայտարարեցինք, այո, Մալուֆը ջազի օրվա արդիվ ճիշտ օր եք ընտրել հայտարարելու, համացանցում թնդում էր այս լուրը։ Այո, մշտապես փորձում ենք հետաքրքիր ձևով հայտարարությունները ներկայացնել եւ օգտագործել օրվա առիթները։ Բացի այդ, շարունակում ենք աշխատել Հայաստանյան թանգարանների հետ մշակույթի զարգացման հիմնադրամի համատեքստում, ինչպես տեղյակ եք, ես նաեւ հիմնադրամում եմ աշխատում, որտեղ գործ ունենք Հայաստանում գործող եւ գործունեություն ծավալող բոլոր պետական թանգարանների հետ, ապահովում ենք իրենց PR-ը, մարքեթինգը, SMM, իրավական հարցեր, հաշվապահական հարցեր եւ փորձում ենք ըստ արժանվույն ներկայացնել հայաստանյան թանգարանները հանրությանը եւ այսամիս թանգարանների առումով էլ այո, ես դա եի ուզում ասել, այո, մայիսի 16-ին մենք ունենք թանգարանային գիշեր, եւս շատ հետաքրքիր եւ հագեցած օրակարգ է լինելու միջոցառումներով, նշեմ, որ հիմնադրամի նաեւ գործունեության շնորհիվ նախորդ տարի մենք աննախադեպ թվով այցելուներ ունեցանք թանգարանային գիշերվա շրջանակում եւ ցանկանում ենք կրկնել այդ ռեկորդը եւ ինչու ոչ ավելացնել, այո, ավելացնել այցելուների թվերը, առաջարկելով հետաքրքիր եւ չկրկնվող միջոցառումներ յուրաքանչյուր թանգարանում։ Մի խոսքով հագեցած աշխատանքային շրջան է վեգա, բայց այդ ամենին զուգահեռ ասեմ, որ նաեւ Ռոզան միշտ ճամփորդում է եւ ովքեր հետեւում են նրան գիտեն, որ հաճախ շեշտում է, որ աշխատում է այսքան, որպես իրականացնի իր երազանքները, որ ուղղությունն է հաջորդը եւ նաեւ ճամփորդելիս աշխատելու առանձնահատկությունների մասին էլ կուզեինք խոսեիր։ Իրականում մինչև 27 տարեկանը ես չգիտեի ինչի համար եմ աշխատում, հիմա ես հասկացել եմ, այո, աշխատում եմ որ ճամփորդեմ, եւ ճամփորդությունների ժամանակ ես միշտ կապի մեջ եմ, միայն Ռուսաստանում եմ ունեցել դժվարություններ կապի դուրս գալու նախորդ տարի, այո, VPN-ի հետ կապված, VPN-ս չաշխատեց եւ այլն, բայց միշտ կապի մեջ եմ, միշտ կազմակերպում եմ ինչ պետք է, միշտ մամուլի հողով, բացարձակ չի խանգարում, ինձ ընդհանրապես պետք է հեռախոս եւ ինտերնետ իմ աշխատանքային գործառույթներն իրականացնելու համար ես աշխարհի ցանկացած ծայրից կարող եմ մեր լրատվամիջոցների հետ կապ ապահովել, կարող եմ տեքստերը գրել, ես բացարձակ խնդիր չունեմ եւ ընդհակառակը եթե ես ճամփորդում եմ եւ որևէ բան չունեմ անելու, դա ինձ սարսափելի նյարդայնացնում է, որովհետեւ ես ինձ անօգտակար եմ զգում, այո, եւ ինձ անհետաքրքիր է, այո, իսկապես ես համաձայն եմ, երբ զանգ չեմ ունենում ինձ համար ինչ որ շատ տարօրինակ է, օրինակ նոր տարվա շրջանում այդ մեկ շաբաթը, որ ես բացակայում եի երկրից, ես ոչ մի զանգ չեմ ունեցել, դե պարզ է նոր տարվա շրջան է, ոչինչ չի տեղի ունենում, բայց ես շատ զարմացած էի, որ այս տարի ես ընդհանրապես նոր տարվա շրջանում ոչինչ չեմ գրել, ոչինչ չեմ արել, հա։ Ռոզա, բայց համոզված եմ, որ օրինակ համապատասխան մասնագետները քեզ կստիպեին գոնե մի քիչ հանգիստ վերցնել, ինչպես հասկանում եմ, դու ինքդ դա երբեք չես անում։ Լինում է, որ ուղակի քեզ ստիպես գիտակցաբար, օրինակ 2 օրով ուղակի հանգստաս քեզ, թե չի լինում։ Դե հաշվի առնելով այն, որ ինձ հանգստացնում է հենց աշխատանքը, եթե ես 2 օր ոչինչ չանեմ, ես պարզապես կգժվեմ, որովհետև ես հենց հանգստանում եմ տեքստ գրելուց, պայմանական իմ լրագրող գործընկերոջ հետ խոսելիս, միջոցառման ժամանակ, ես այդ ժամանակ իսկապես հանգստանում եմ, ինչքան էլ տարօրինակ դա հնչի, ինչքան էլ զարմանակ իմ այդ մտքերից, իսկ առհասարակ пассив հանգստից նյարդայնանում եմ, ես մի անգամ փորձել եմ ամենաառաջին անգամ, երբ գնացել եմ, ես մոտավորապես 40 րոպե հետո արդեն պատրաստ էի բոլորին սպանել, փարկաստու ինտերնետ ունեի եւ գրեցի գործատուներից, որ ես ատում եմ արդեն այս ամեն ինչը, ես այս միջավայրը չեմ սիրում, ինձ խնդրում եմ։ Աշխատակից է։ Սիրելի գործընկերներ, բացի համագործակցություններ։ Այո, եւ համագործակցություններ, սիրելի գործընկերներ, սա բոլոր լրագրողներին չի վերաբերում, Ռոզան բացառություն է, մի գրեք ինձ, երբ ես հանգստի եմ, եւ առհասարակ մի գրեք հանգստյան օրերին, ոչ աշխատանքային ժամանակ։ Եվ առհասարակ մի գրեք։ Այո, եւ առհասարակ եթե չգրեք, ավելի շնորհակալ կլինեմ։ Դե չէ, հիմա Ռոզային կտեսնենք, կողքեվորվենք, կսկսեմ բոլորից գրել։ Չէ, իրականում կարծում եմ Ռոզայի օրինակով, այ հիմա հասկացա այդ աշխատահոլիկ բառի ամբողջ նշանակությունը, որովհետեւ փաստորեն դա ոչ թե պարզապես այն է, որ դու շատ տեղեր ես աշխատում, այլ որ իսկապես տարված, կլանված ես աշխատանքով եւ
սիրում ես բառի բուն իմաստով Եվ այդ աշխատանքը լավ ես անում ու օգուտ ես բերում քո կազմակերպությանը, քո գործատուներին։ Ռոզա, շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Եվ շատ ուրախ էինք օրը քեզ հետ սկսել։ Ես նույնպես։ Շատ հաճելի է ընկերներիս տեսնել նաև այս միջավայրում։ Մեծ համար միջավայրում։ նույնպես եւ հուսով ենք, որ իդեպ նշում ես մայիսի 1-ը համարում ես քո տոնը հաշվի առնելով այս ամենը։ Հաշվի եմ առնում եւ համարում եմ, որ ինքը հրաշալի առիթ է եւս մեկ անգամ վերարժևորելու մեր աշխատանքը գնահատելու աշխատակիցներին։ Դե մենք մեր սիրելի ընկերոջ հետ լուսանկարվենք, դուք էլ լսեք Իբրահիմին, հետո վերադառնանք ու շարունակենք։ Ահա, վերջ։ Ջազ երաժիշտ Իբրահիմ Մալուֆին ենք լսում, որը պարզվեց այս տարի Ոսկե Ծիրան կինոփառատոնի ժյուրիի կազմում է եւ 3 մեկնաբանություններում երաժշտասերները գրոհել էին, որ ոչ միայն ժյուրի, թող նաեւ համերգով հանդես գա Հայաստանում, տեսնենք ինչ նորություններ կլինեն, բայց ամեն դեպքում Հայաստանը այս օրերին, այս սեզոնին կարծես համերգների եւ միջազգային աստղերի պակաս չունի, որովհետեւ ինչպես նշեցինք, այսօր շքերթ եւ համերգ է տեղի ունենալու եւ այսպես շարունակ առաջիկա օրերին տարատեսակ մեծամասշտաբ միջոցառումներ են նախատեսվում։ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահ, շուտով կժամանի Հայաստան, 3-ից 5 գնա կմասնակցի Հայաստանում նախ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ 5-ին կմեկնարկի նրա աշխատանքային պետական այց ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետություն եւ դրա շրջանակում Վեգա
Գյումրիում տեղի է ունենալու երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով մեծամասշտաբ համերգ, որին մասնակցելու են ինչպես ֆրանսիացի հայտնի արտիստներ, այնպես էլ հայազգի արտիստներ եւ իհարկե Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրու Վարդանանց հրապարակում համերգը կմեկնարկի ամսի 5-ին, մայիսի 5-ին ժամը 19-ին երաժշտական կամուրջ խորագրով այս համերգային նախագծին ելույթ կունենան Մաշա Մնջոյանը, Էրիկ Կարապետյանը, Պատրիկ Ֆիորին, հայազգի եւ ֆրանսիացի Ջոյս Ջոնաթանը, Մայքլ Կանիտրոն, ֆրանսիացի արտիստները եւ հրաշալի համերգ է սպասվում։ Իդեպ ասենք, որ հիշեցնենք բոլոր նրանց, ովքեր միգուցե մոռացած լինեն, հաշվի առնելով եվրոպական քաղաքական համայնքի մեծամասշտաբ այս համաժողովի առանձնահատկությունները, մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է Հայաստանում, որպեսզի քաղաքական այդ մեծ պատվիրակությունները կարողանան մայրաքաղաքում տեղաշարժվել եւ եթե հիշում եք, մենք ապրիլի 18-ին էինք աշխատում մայիսի 4-ի փոխարեն, այնպես որ այսօրվանից մինչեւ մայիսի 4-ը ոչ աշխատանքային օրեր են Հայաստանում, բա։ Այո, նկատի ունեցեք սա նաև ավտոճանապարհների մասով, որովհետեւ այդ օրերին նույնպես սահմանափակումներ են լինելու, բայց մեր գործընկերները Լուսինեն եւ Տիգրանը այդ օրը լինելու են եթերում, Սուրճ ու սեր առավոտիցը շարունակելու է աշխատել, ինչպես նաև առհասարակ հանրային ռադիոն, այնպես որ դուք հաճախականությունը մի փոխեք։ Այո, եղեք կապի մեջ, հանրային ռադիոն այդ օրերին վստահ եմ նաև առանձնատուկ ռեժիմով կաշխատի, որպեսզի լուսաբանի այս կարևոր միջոցառումը Հայաստանում, իսկ մենք ձեզ հիշեցնենք, որ եթերաժամի արդեն վերջին հատվածում ենք եւ կարող եք մեզ զանգահարել, գրել եւ աշխատանքային հարաբերությունների հետ կապված հետաքրքիր պատմություններ կլսենք, իսկ քանի խոսեցինք հայ-ֆրանսիական բարեկամությունից, արի Զազին լսենք ու վերադառնանք։ Donnez-moi une suite au Ritz, je n'en veux pas des bijoux de chez Chanel, je n'en veux pas. Donnez-moi une limousine, j'en ferai quoi? Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir de Châtel, ce n'est pas pour moi. Offrez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. J'en ai marre de vos bonnes manières, c'est trop pour moi. Moi je mange avec les mains et je suis comme ça. Je parle fort et je suis France, excusez-moi. Fini l'hypocrisie, moi, je me casse de là. J'en ai marre des lampes de bois. Regardez-moi, de toute manière, je vous en veux pas. Et je suis comme ça. Je suis comme ça. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité.
station with the best music. Best music. I love the music. Best music. 10:45 մեր մայիս 1-յան եթերաժամի վերջին րոպեներն են եւ այս պահին մարզական նորություններ ենք ձեզ ներկայացնելու, այ մարզական ոլորտն էլ չի ճանաչում ազատ օրեր, տոն օրեր, հիշատակի օրեր եւ մեր մարզիկները եւ ընդհանրապես աշխարհի մարզիկները մշտապես պետք է ճիշտ մարզավիճակում լինեն, որպեսզի մասնակցեն այս կամ այն մրցաշարերին եւ սկսում ենք MMA-ից, սկսում ենք MMA-ից, խառը մարտերից, գիտեմ, որ վերջին շրջանում, հատկապես տղամարդկանց շրջանում շատ հետաքրքրություն կա մարզաձևի նկատմամբ եւ նաեւ շոուի, որովհետեւ կարծում եմ սրանք նաեւ ինչպես հասկացել եմ շոուի առումով են դիտարժան հանդիսատեսի համար, մեր մարզիկ Արման Ծառուկյանը կգոտե մարտի լեգենդար Թոնի Ֆերգյուսոնի հետ, պարզվում է, որ նա լեգենդար մարզիկ է, սևակ այս մարզաձևում, խառը մենամարտերի թեթև քաշային կարգում 70 կիլոգրամ UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter RAF 10 մրցաշարում կգոտե մարտի UFC-ի նախկին լեգենդ Թոնի Ֆերգյուսոնի հետ։ Գոտե մարտը տեղի կունենա հունիսի 13-ին նահանգների Սենթ Լուիս քաղաքում։ Իսկ մինչ այդ մայիսի 30-ին Դալասում Արման Ծառուկյանը այս նույն մրցաշարում կգոտե մարտի ամերիկացի ամբիշ ինֆլուենսեր Քիլոն Ջիմիսոնի հետ։ Այս պահին 29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ եւ ընդամենը 3 պարտություն։ Ահա, հետաքրքիր է, որ ինֆլուենսեր կոչումը արդեն մարզիկների անվան դիմացել են կարծում։ Նաեւ սևակ ես նկատել եմ, որ այսպիսի մի տենդենց կա, չգիտեմ ինչով է պայմանավորված, երևի այդ հետաքրքրությամբ, որ հենց ինֆլուենսերները, նախկին ինֆլուենսերները սկսում են մարզվել եւ ձեռնոց նետել պրոֆեսիոնալ մարզիկներին, մարտիկներին, այո, եւ նման դեպքեր շատ կան, օրինակ շատ հայտնի յութուբերներ Լոգան եւ Ջեյք Փոլ եղբայրները, որոնք դեռ 2000-ականների սկզբից հայտնի յութուբերներ էին եւ պարզապես բլոգերներ, ինֆլուենսերներին, վերջին տարիներին սկսեցին մարզվել եւ փոքր եղբայրը Ջեք Փոլը նույնիսկ մենամարտեց Մայք Թայսոնի հետ, որը դե արդեն մեծ տարիքում է եւ նույնիսկ հաղթեց նրան։ Ինչ հետաքրքիր է։ Այո։ Գանք ձյուդոյի դաշտ ապրիլի վերջին Կաունաս քաղաքում Լիտվայի անցկացվեց 2026 թվականի մինչև 20 տարեկան մարզիկների Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությունը։ Հայկական թիմը մրցաշարին մասնակցում էր 5 ձյուդոիստով եւ ունենք լավ արդյունք, նվաճել ենք 2 մեդալ, 1 ոսկե եւ արծաթե։ Շավարժ Նահապետյանը հաղթեց գավաթի խաղարկության եզրափակում, նվաճեց ոսկե մեդալ, իդեպ նա հաղթեց հայ մարզիկին Հայկ Դարփինյանին, ով էլ նվաճեց արծաթե մեդալ։ Ահա սա էլ ձյուդոյի գավաթի խաղարկության մինչև 20 տարեկան մարզիկների Եվրոպայի խաղարկության արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում ինչպես միշտ մեր մարզիկներին մեզ ներկայացնելու համար եւ շնորհավորում լավ արդյունքների համար նաեւ։ Իդեպ քանի դեռ խոսում ենք շնորհավորանքներից եւ մրցանակներից 2026 թվականի ոսկե գնդակի հավակնորդներն են հայտնի։ Goal.com-ն է հրապարակել ցանկը ֆավորիտների 20 հորիզոնական կա, բայց առաջին 5-ը ես միայն կներկայացնեմ։ 5-րդ հորիզոնականում Manchester City ներկայացնող Էրլինգ Հոլանդն է, 4-րդում Լուիս Դիասն է Բավարիայից, Լամին Յամալը Բարսելոնայից 3-րդ հորիզոնականն է, 2-րդ հորիզոնականում Մայքլ Օլիսեն է Բավարիան ներկայացնող եւ գլխավոր ֆավորիտը առաջին հորիզոնականում Հարի Քեյնն է Էլի Բավարիայից։ Վստահ եմ շատերին հետաքրքրեցին թե որ հորիզոնականներում են եւ արդյոք կան ցանկում առհասարակ Քրիստիանո Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին, որոնք կարծում են այո ամեն տարի ամենաշատ ոսկե գնդակներն ունեն իրենց տանը։ Քրիստիանո Ռոնալդուն, որը հիմա Ալ Նասրն է ներկայացնում 14-րդ հորիզոնականում է, Լիոնել Մեսին էլ 13-րդում։ Իդեպ Կիլիան Մբապեն էլ լավագույն հնգյակ միայն չի հասել 6-րդ հորիզոնականում է։ Նրան էլ հաջորդում է Դեմբելեն PSG-ից։ Մի խոսքով այս տարի կարծես թե գոնե մի փոքր փոփոխություն կլինի եւ գոնե նոր անուններ հայտնվել են։ Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ Ռոնալդոն եւ Մեսին այս ցուցակի օրինակ ոչ այնքան առաջնային տեղերում կլինեն, բայց դե այո, ժամանակները փոխվում են եւ պետք է նոր ֆուտբոլիստներ ի հայտ գան եւ նրանք էլ արժանանան այս կարևոր մրցանակին։ Իդեպ
կարծես թե Մբապեն չի հասնում այս բաղձալի ոսկե գնդակին, թեև մի քանի անգամ ավելի առաջնային դիրքերում է եղել, բայց սպասենք տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք անպայման կներկայացնենք, երբ կգա դրա հերթը։ Եվս մեկ երաժշտական կատարում, որից հետո կթարմացնենք տեղեկատվությունը եղանակի մասին, դե խցանումների մասին այսօր Փառք Աստծո չենք տեղեկացնելու, որովհետև ոչ աշխատանքային օր է եւ քաղաքը բավական ազատ է, թեև կան փակ փողոցներ, ձեզ եւս մեկ անգամ կհիշեցնենք այդ ամենի մասին։ Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ, այսպեսին էր մեր տոնական մայիս 1-յան առավոտը, բայց տոնական տրամադրությունն ու տոնական օրը բնականաբար դեռ կշարունակվեն, որովհետև րոպեներ անց, ավելի ճիշտ 1-2 ժամից կմեկնարկի տոնական շքերթը Ամիրյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։ Այո, 13:00-ին է մեկնարկելու, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե ցանկանում եք ներկա գտնվել, ապա դա արեք ժամը 1-ին եւ շարժվեք դեպի Հանրապետության հրապարակ։ Այո։ Տոնական համերգ, ցերեկային հրավառություն, հիշեցնենք Արամեն Պետրի, Սրբուկ, Սարո Գևորգյան եւ DJ-ներ ելույթ կունենան եւ արդեն կան տարբեր լուսանկարներ, թե ինչքան գեղեցիկ է եւ ինչքան հեքիաթային տրամադրությամբ է ողողված մեր Հանրապետության հրապարակը, այնպես որ ինչպես ասում են, մի ալարեք եւ իջեք քաղաք։ Իջեք քաղաք։ Այո, սիրում եմ այդ արտահայտությունը, հատկապես որ այսօր քաղաք իջնող ճանապարհները բոլորը շատ թեթև են, ազատ, վայելեք։ Հիմա այնքան կոչ կանենք, խցանում կառաջանա սևակ։ Արի մի անգամ էլ թարմացնենք եթերաժամի ավարտին, բայց
3 է դարձել, բայց լավ դա դե, հա։ կանաչ է, առավոտյան 1 էր, հիշեցնենք Հանրապետության հրապարակը եւ հարակից փողոցները փակ են տոնական միջոցառումների հետ կապված, բայց մնացած հատվածներում քաղաքի երթևեկությունը բավական լավ վիճակում է, 3 է խցանումային նիշը եւ նաեւ եղանակի տեսանկյունից էլ օրը տրամադրող է։ Օրը տրամադրող է, այս պահին իմ հեռախոսային հավելվածը 17 աստիճան է ցույց տալիս եւ նույնիսկ հեռախոսից արևի սիրուն ճառագայթներ են դուրս հորդում, այո, եւ ամբողջ օրվա ընթացքում ունենալու ենք բարձր ջերմաստիճան եւ հուսով ենք բարձր տրամադրություն։ Ձեզ հաճելի տոնական օր ենք մաղթում, այսքանով եզրափակում ենք այս շաբաթը աշխատանքային, թեև մեկնարկեցինք արդեն գարնան 3-րդ ամիսը, մայիսը, որը կարծես թե վերջապես մեզ գարնանային եղանակ ու տրամադրություն է խոստանում։ Մնացեք հանրային ռադիոյի հետ, ձեզ հետ Սևակ Հակոբյանն ու Վեկա Անդրեասյանն էին, կհանդիպենք։ Գիտեմ սիրում ես ինձ ու լալիս ես թքում սիրելիս ավախնորա գրքում բայց դեր ինձ ես գրքում սիրելիս ինչու ասա ինչու գիշերը երկար է առանց քեզ իմ սերը տկար է առանց քեզ վարսերը աչերը կանչերը այրում են ինձ մարում հոգիս թե երկում ես տխուր ես գայիս եմ քեզ հյուր սիրելիս հեռու հեռվից միայն երաս երկով ախ երաս